Պատրաստվեցեք, որովհետև այն ինչ որ տարեր շարունակ ընկված էր, հիմա կբացվի մեր աչքերուն առջև։ Երբ Քարնուկը բացավ առաջին գնիկը, դիեզերքը սարսրած եւ ջորս կենթանիներեն մեկը որոդումի ցայնով ըսավ. «Եկուր եւ դես»։ Այսօր աշխարհը կգտնվի աննախադեպ շփոթության մեջ։ Մենք կտեսնենք պատերազմներ, որոնք վերջ չունին, տնտեսական փլուզումներ, որոնք կխլեն մարդոց հացը, եւ համաշխարհային բռնադիրության ստվերներ, որոնք կսպառնան մեր ազատության։ Մարդիկ կհարցնեն. ինչ կպատահի աշխարհին։ Սակայն հայտնության գիրքը մեզ գսե, ասոնք պատահականություններ չեն, ասոնք ապոկալիպսի հետզյալներն են, որբեսի արդեն կամ որոնք արդեն սկսած են իրենց արշավը։ Սպիտակ ցին, կարմիր ցին եւ սև ցին եւ տեղնավոր ցին, անոնք չեն գար սպանելու մեր բարմինը միայն, անոնք ուքան մաղելու հոգիները։ Դու պատրաստ ես տեսնելու այն իրականությունը, որ տակնված է լուրերու ետին։ Պատրաստ ես հասկանալու, թե ինչպես Քարնուկին բացած գնիկները կփոխեն մարդկության պատմությունը հավիտյան։ Լսե այս սկաստացնող գոչը, հետզյալները արդեն ճամփա ելած են։ 4 հետզյալներու արշավը, գնիկներու բացումը։ Ողջույն հանաբազորյացի սիրելի ունգընտիրներ, այսօր 12 մարտն է 2026 թիվ, եւ մենք կշարունակենք մեր խոգումը հայտնության գրքի մասին, եւ այսօր 6-րդ գլուխ 1-ն 8-ն է։ 12 մարտն է 2026։ Սիրելի ունգընտիրներ, այսօր մենք կմտնենք հայտնության գրքի կորցնական պատասխաններու հանգրվանը։ Մինչև հիմա մենք կդիտեինք երկնային պարկը, բայց 6-րդ գլուխեն սկսյալ այդ պարկը կվերածվի արտարության հարվածներու ուղված ըմբոստ աշխարհին։ Առաջին գնիկը կբացվի եւ կհայտնվի սպիտակ ցին։ Անոր հետզյալը ուներ աղեղ եւ բսակ եւ ելավ հաղթելով ու հաղթելու համար։ Շատեր կգարձեն, թե ասիկա Քրիստոսն է, բայց ոչ։ Ասիկա գեղձ խաղաղության եւ համաշխարհային բռնադիրության ոգին է։ Ասիկա Հագաքրիստոսի նախապատրաստությունն է։ Այսօրվա աշխարհը կփնտրե մեկ առաջնորդ, մեկ համագարկ, մեկ ճագերդյալ կրգիչ, որ կխոստանա անվտանգություն։ Սպիտակ հետզյալը կներկայանա որպես թիվանակետ, որպես բարերար, բայց անոր աղեղը պատրաստ է նետահարելու ճշմարտությունը։ Այսուհետև կբացվի երկրորդ գնիկը, որ կհայտնվի կարմիր ցին։ Անոր հետզյալը դրվեցավ մեծ սուրմը, խաղաղությունը երկրեն վերցնելու համար։ Այսօր մենք ականատես ենք այն հետզյալի սմբակներու ցայնին։ Պատերազմները այլևս միայն սահմաններու վրա չեն, անոնք մտած են մեր դուներեն ներս, ատելության, ասկամիչյան, տշնամանքի եւ աշխարհակաղակական մեծ բախումներու միջոցով։ Մարգարեական պատգամը մեզ կզգուշացնե, երբ մարդիկ սկսին իրար մորթել, իմացեք, որ երկրորդ գնիկը արդեն իսկ բացված է։ Այսօրվա սպառազինության մրցավազքը եւ միջուկային սպառնալիքները կարմիր ցյուն ստվերներն են։ Աստված թույլ կտա, որ մարդը տեսնե իր չարության հետևանքը, երբ խաղաղությունը կդառնա երազ։ Արտնության գոչը կսաստկանա երրորդ գնիկով, սև ցին։ Հետզյալը իր ցերքին գշիրք ուներ եւ ցայմը որ գսեր, գաբիչ մրցորեն տահեկանիմը եւ 3 գաբիչ քարին տահեկանիմը։ Ասիկա համաշխարհային սովի եւ տնտեսական վերահսկողության պատկերն է։ Մենք կբնակենք տարաշրջանի մեջ, ուր ուտելիքը ու ուժանույթը դարձած են զենքեր։ Սև հետզյալը կհարված է աղքատին հացը, մինչդեռ ցետին ու քինին չի դպչիր, այսինքն հարուստները կշարունակեն իրենց շռայլությունը։ Այսօրվա քնաջը
Բարենային ճգնաժամերը եւ տվային դրամի համագարկերը, որոնք պիտի որոշեն ով գրնա քնել եւ ով ոչ, սև ցյուն հարաճաբահարներն են։ Դու պատրաստ ես վստահելու Աստծո, երբ գշիրքը սկսի դադարգիլ կամ դադարգել քու սեղանը։ Վերջապես, 4-րդ կնիկը կբացվի, դեղնավորցին։ Անոր հեծյալը կամ հեծյալի մահը կամ անունը մահ էր, եւ դժողքը անոր ետևեն գերտար։ Անոնք իշխանություն դրվեցավ երկրեն 1/4 վրա, սպանելու սուրով, սովով, մահով եւ երկրի քազաններով։ Ասիկա այն բադուհասն է, որ կմիացնե բոլոր նախորդները, համաճարակները, որոնք կխլեն միլիոնավոր կյանքեր, եւ մահվան մշակույթը, որ գդիրե այսօր այս տեղնավուն հեծյալի կորցն են։ Աշխարհը դարձած է մահվան հովիտ։ Մարդկային կյանքը արժեզրկված է, բայց մարգարեական ցայնը մեզ գիշեցնե այս հեծյալները իշխանություն ունին միայն այնքան, որքան քարնուգը թույլ գուտա։ Այսօրվա արնության գոչը մեզի կհարցնե. դուն որուն հպատակն ես։ Եթե դուն աշխարհին կպատկանես, այս հեծյալները քու սարսափդ են, բայց եթե դու քարնուգին կպատկանես, դու գիտես, որ այս բոլորը պետք է պատահին, որբեսի Տիրոջ արքայությունը կա։ Քալիք բադուասները մաղմը պիտի ելան, սպիտակ ցին պիտի փորձե քու հավատքը գեղձիկով, գարմիր ցին վախով, սև ցին գարիկով, իսկ թեղնավուն ցին մահվան սպառնալիքով։ Միայն անոնք, որոնք իրենց հոգիները հանձնած են Տեր Հիսուսին, պիտի չսասանին այս արշավանքին դիմաց։ Դու պետք է ընտրես քու ապաստանը հիմա, նախքան գնիկներու վերջնական բացումը։ Պատկամը հստակ է։ Պատմությունը դեպի վերջ կընտանա։ Մենք չենք կրնար գեցնել այս հեծյալները աղոթքով, որովհետև անոնք Աստծո ծրագրի մաս կգազմեն թադելու ըմպոստ մարդկությունը։ Բայց մենք կրնանք բրգվել անոնց հարվածներեն հոգևորապես։ Եթե Քրիստոս քու մեջդ է, մահը գրնա քու մարմինի տբիլ, բայց դժողքը չի գրնալ քեզ գլանել։ Այսօրվա բադուհասները հրավեր են զատվելու այն համագարկեն, որ դատապարտված է գործանման։ Մի վստահիր մարդկային խաղաղության, մի վստահիր բանկային հաշիվներու եւ մի վախնալ լուրերեն։ Վստահե քարնուգին, որուն ցերկը կփանա երկինքները։ Հաղթողի համար այս տեսիլքը զգուշացում է եւ զինում։ Մենք պետք է լանք արթուն բահակներ, երբ կտեսնենք պատերազմի լուրերը, հիշեցեք ցին եւ աղոթեցեք զորության համար։ Երբ կտեսնես սովը, հիշես սև ցին եւ վստահե Աստծո նախախնամության։ Երբ կտեսնես մահը, հիշե տեղնավուն ցին եւ գարչե հավիտենական կյանքին։ Աստված մեզի տված է այս տեսիլքը, որովհետեւ մենք չզարմանանք եւ չսարսափինք։ Մենք գիտենք վերջապանը։ Մենք գիտենք, որ այս հեծյալներեն ետքը պիտի գա հաղթող թագավորը։ Գոչը հստակ է մեզի։ Սրբեք ու կյանքդ, մի թողուր, որ աշխարհը կամ աշխարհի հոգերը քեզ գլանեն։ Պատրաստվե, որովհետև գնիկները կբացվեն մեկը մույսի ետևեն։ Միայն անոնք, որոնք քարնուգի արյամբ լվացված են, պիտի կարենան դիմանալ այս համաշխարհային փոթորիկին։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն, հեծյալները կմոտենան, բայց Տերը արդեն հոն է իր հավատարիմներուն համար։ Ամեն։